Այո, Աստված հավատարիմ է։ Իր խոսքի մեջ նա հավատարիմ է։ Ամբողջ Աստվածաշնչում եթե նայես, չկա մի տեղ, որ Տերն ասի ինձ փորձիր, բայց այդ մեկ տեղում ասում է փորձիր եւ կտեսնես, որ օրհնության դռները պիտի բացեն քո համար։ Շատ անգամներ վերջի լումաս, որ ելել է ջերմս, ես ասում զոհաբերել եմ եւ շատ չի ուշացին, երևի մի 4-5 ժամից հետո այդ օրհնության դռները բացվել են։ Շատ չի ուշացին։ Վերջին Տերը պատասխան։ Ասում է դու եւ տեսնես։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի ձեզ։ Որ գնահատում եք Տիրոջ ներկայությունը եւ այսօր ասում է շատ մարդիկ իրանց ժամանակները ուրիշ տեղեր են վաղնում, բայց դու եմ ասում ես խոսքին, քո ժամանակը տալով ուզում ես քո հոգին ապրեցնել։ Գիտենք, որ ժամանակներն անցնում են, ունային բաների մեջ, բայց գալու է մի պահ, որ բոլորս պիտի կանգնենք եւ պատասխան տանք մեր ապրած կյանքի համար։ Դա քանի որ մտքիս եկավ, ես եկամ ասեմ, ես վկայությունը նոր անցնեմ իմ պատանին, չգիտեմ եկավ հայրս, չգիտեմ, պապայիս որոշ մարդիկ հիշում են Միշա եղբորը։ Ես միկրոֆոնը ուզում հիշում եմ ասում մի օր խնդրեցի Աստծուն, որ իր փառքը ցույց տա ինձ։ Տանը պարկած եմ մի օր, մեկ էլ ասում զգում եմ, որ քեից սառում եմ ես, զգում եմ, որ մահանում եմ, մեկ էլ ասում եմ մեջից ես դուրս եկա, որ դուրս եք, ասում եմ նայում եմ, ես ընդեղ պարկած, բայց ես տեղ կանգնած։ Մեկ էլ Տերը տարավ ինձ մի տեղ, որտեղ կրակի իջներ, մարդիկ մեջ վարվում էին, ջրում էին, բայց վերջ չկար։ Ասում եմ թուղթը վարում ես վերջանում, փայտը վարում ես վերջանում, որտեղ գրված է հավիտենական տանջանք։ Ասում եմ կրակը չէր մարում։ Ոնց որ ասեմ կա վերջանալ ուրից սկսի, ես բան։ Մեկ էլ ասա տարով միած սենյակ, կինոն ոնց է սկսում։ Ասում եմ ծնունդից ես միջև այդ օրը։ Տերը կինոյի պես եմ ասում ցույց տվեց իմ կյանքը, ոնց եմ ծնվում, ոնց եմ մեծանում, ոնց եմ ծեծում, հայերում, վերջը, ինչ կյանք ուներ։ Ասում եմ ես ամաչում էի նայ իմ կյանքին, եւ Տերն ասեց գնա ապրի այնպես, ինչպես ես ասում։ Հետ էր եկել, ասում եմ պիստոլետը բային ճակատից, ասենք սպանենք, հետ արի հավաքից։ Ասում եմ ես տեսող եմ, ես ետ չեմ նայում։ Այն որ ասում եմ մենք մի օր պիտի կանգնենք եւ պիտի պատասխան տանք, սրա համար ես միտք եկավ, այս վկայությունը։ Բոլորս մի օր Տիրոջ առաջ ենք կանգնել։ Չի լինելու այդպեսի մարդ, որ Տիրոջ առաջ չկանգնի։ Այն որ մեկ ասում եմ մարդկանց լսի, ուզես թե չուզես, դու մահանալ ես, ուզես թե չուզես, կանգնելու ես Աստծո առաջ։ Այնպես որ փառք Տիրոջը, որ շնորհք արեց մեզ գտավ։ Այսօր օրհնություն չտոթա։ Ուրեմն ես վերնագրել եմ այսպես, այսինքն որ թե վերնագրել եմ հենց Աստվածաշնչում այս խոսքը կա, հիշում եք։ Երբ որ Հիսուսը աշակերտների հետ գնաց Գեթսեմանի պարտեզ, երբ որ քահանաները երբ որ եկան Հիսուսին, որ պետք է բռնեն, Պետրոսը սուրը հանեց եւ քահանապետի զինվորի ականջը կտրեց։ Հիսուսը այսպես իմանաց, սուրը տեղը դիր, սուր անողը սրով կգնի։ Վերագրել եմ հենց այդ բառը, սուրը տեղը դիր։ Ուրեմն բացենք մեր Աստվածաշունչը, Մատթեոս 26:51 խոսքից մինչև 54 համարը։ Եվ ահա Հիսուսի հետ լինողներից մեկը ձեռքը մեկնեց իր սուրը հանեց եւ քահանապետի ծառային զարկելով ականջը կտրեց։ Այն ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրը տեղը դիր, որտեղ բոլոր սուր վեր առնողները սրով կկորչեն, կամ կարծում ես, թե չեմ կարող հիմա իմ հորը աղաչել, որ հասցնի ինձ ավելի քան 12 գունդ հրեշտակ, բայց ինչպես կկատարվեն գրքերը, թե
այդպես պետք է լինել։ Գիտեք, այստեղ որ ես կարդացի, դե ծառայությունները սենրոսմը շատ մարդկանց հետ եմ շփվում, հոգևորների մեջ ցավալով եմ ասում, տեսել են մարդիկ, երբ որ սկսում են Հիսուսից ինչ-որ մի բացասական բան ասել, մի տուն ինչ-որ մտել ենք, կարծես թե Պետրոսի պես ուզում է պաշտպանած լինի Հիսուսը, բայց Հիսուսը պաշտպանվելու կարիք չունի։ Տեսել են, այն որ ասում սուրը, ոնց որ խոսքը, հակառակվելով, բացասական ձևով, այնպես է պաշտպանում Հիսուսին, կարծես թե Հիսուսը այդքան խեղճ էր։ Այստեղ որ նայում ես ասում է, դու կարծում ես ես չեմ կարող, հորը աղաչել եւ 12 գունտեր հեշտակ ուղարկի։ Եթե Տերը կամենա, եթե Տերը ուզի, կարող մի վայրկյանում երկիր օդսն։ Բայց Հիսուսը դրա համար չի։ Դրա համար ասում է սուրը տեղի։ Հիսուսը Պետրոսին երբ որ ասաց սուր համովը սրով կգնի, այստեղ հենց խոսում է իրական սրի մասին։ Գիտենք, հասկանում ենք, տեսել ենք կռիվներ երիտասարդների մեջ, երբ որ մեկը իր դանակը հանում է, ու մյուսները իր դանակը հանում, այսինքն այստեղ արդեն կռիվ։ Այդ սուրը կա դիմացինի վիրավորի, կարա սպանի, վերջը, սուր հանողը սրով անկնում։ Բայց ես խոսելու եմ մի այլ սրի մասին։ Եբրայեցիս 4-րդ գլխում 12 խոսքից։ Որովհետև Աստծո խոսքը կենդանի է և զորավոր է, ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է, և թափանցում է մինչև շունչի և հոգու և հոդվածների և ծուծկի բաժանելը, և քննող է սրտերը, մտքերը և խորհուրդները։ Նայում ես, այստեղ խոսքը երկսայրի սրի պես է։ Աստծո խոսքը ինչ ունի զորություն, որ կարող է թափանցի մարդու ներսը։ Գիտես, քո խոսքն էլ զորություն ունի, ուժ ունի։ Մեկ լսում ես մարդկանց լսի անիծեց ու կատաղեց։ Մարդը անիծեց ու կատաղեց։ Իմ երեխույց է դժբախտություն եղավ կանչկին, զորություն է։ Ինչպես տեսնում ենք, Աստծո խոսքը սուրի պես է, որ կտրում է և սպանում է և մարդու միջի խավարի իշխանությունը տապալում է։ Մարդու մեջ կա խավար իշխանություն միջև Հեմրոսման Տիրոջը ճանաչելը և Տիրոջ խոսքն է, որ բժշկություն է բերում քո ներսի մեջ, քո կյանքում։ Եվ իր խոսքը վերափոխում է բոլորիս կյանքը։ Այսօր մենք Հեմրոսման որ ստեղ ենք, արդեն փոփոխություն կա մեր կյանքի մեջ։ Եթե նայենք մեր կյանքին մինչև Քրիստոսի գալը, ովքեր ենք և հիմա ինչ է կատարվում մեր ներսում։ Աստված երբ որ մարդուն ստեղծեց, ճիշտ իր պատկերով և իր նմանությամբ ստեղծեց։ Գիտեք թե չէ։ Որ մարդը խոսի, գործի ճիշտ այնպես, ինչպես ստեղծում։ Այսինքն, երբ որ մեր երեխան մեզանից ծնվում է, ճիշտ մեզպես է գործում, քայլում, խոսում, և Աստված է այդպես ստեղծել է մեզ, որ մենք էլ նույն իրապես ենք։ Ուրեմն բոլորս գիտենք, որ մեր բերանում մի սուր կա, դա լեզուն։ Կարող է մարդուն վիրավորել, կարող է սպանել, կարող է ապրեցնել։ Քո լեզվով դու կարող ես մարդուն սպանել, կարող ես վիրավորել, կարող ես ապրեցնել։ Հռոմեացիս 3-րդ գլխում
Ամենքը խոտրվեցան միասին անպիտան եղան, չկա բարություն անող մեկն էլ չկա։ Նրանց կոկորդը բաց գերեզման է և իրանց լեզուներով մենգություն են անում, իժերի թույն կա նրանց շրտումների տակ։ Հետաքրքիր է, ինչու բաց գերեզման։ Ինչու ես մի քիչ մտածեցի ու տեսա, որ մարդիկ կան։ Ու ես վերջերս են հանդիպեց էլի հոգևորել մի տեղ են գնում, չգիտեմ, բերանից թռավ, որ ասեմ, բայց դեռ ասում սրտի մեջ դե չկա, այդտեղից բան չկարա դուրս գա։ Մեկին շատ կոպիտ անչով մթաղեմ, ու հասկացած թե ասում է ումը, որ ուզի այդ բաց գերեզմանը կթաղի, ումն էլ ուզին դες կհանի։ Կամ այդ նույն բաց գերեզմանը կարող է անիծի մարդկանց, որպես մենք հոգևորներ դրա համար չենք, որպես Աստծո որդիներ մենք պետք է մեր բերանը կարողանանք մաքուր պահել։ Աստված իր խոսքը մաքուր է դրել մեր բերաներում, և մենք պետք է ոչ թե բացասական սկսենք խոսել, այլ իր խոսքը մաքուր սրված ոսկիից մաքուր սկսենք խոսել։ Աստված լեզուն չի տվել մարդուն, որ ցավեցնի, անիծի կամ սպի թողի ինչ-որ մարդու սրտի վրա։ Ինչպես Աստծո խոսքն է, որ ապրեցնում է մարդուն, այնպես էլ մեր լեզուն պիտի կյանքի խոսք խոսի։ Շատ անգամներ լսել եմ, շատ անգամներ, և դուք էլ լսած կնեք անհավատներից, որ ասում են լսի, այդ չի հավատացյալ է։ Նստած սաղով բանվասում է, սաղով անիծում է։ Գիտես, աշխարհը քեզ նայում է որպես սպիտակ թուղթ, մաքուր թուղթ, սուրբ, խայտարակ մի եղել։ Աստված ասում է ծաղր չի լինում։ Դու այնպես արա, որ Աստծո պատիվը բարձր պահես երկրի մեջ։ Սիրելի Աստծո մարդ, դու պետք է աշխարհի մեջ կարողանաս քո կյանքով փառավորես Աստծուն, քո կյանքով, քո ապրած կյանքով, թե խոսքով, թե գործով, պիտի ցույց տաս Աստծուն։ Կողոսացիս 3-րդ գլուխը 12 համարից կարդանք։ Ուրեմն հագեք Աստծո ընտրվածներ, սուրբեր և սիրելիներ, ողորմած սիրտ, գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, իրար համբերելով և իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք։ Եվ այս ամենի վրա հագեք սեր, որ կատարելության կապն է, և Աստծո խաղաղությունը իշխե ձեր սրտերում, որի մեջ էլ կանչվեցաք մեկ մարմնով և գոհացով եղեք։ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր միջում առատապես, ամեն իմաստությունով իրար սովորեցրեք և խրատեցեք սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով և շնորհքով օրհներգեցեք Տիրոջը ձեր սրտերումը և ամեն ինչ, որ էլ անեք, խոսքով կամ գործով ամենը Տեր Հիսուսի անունով արեք, գոհություն տալով Աստծուն և հորը նրա ձեռքով։ Ասում է ինչ որ անեք, թող Տիրոջը փառ բերի։ Այսինքն պետք է մենք ապրենք դրանով։ Տիրոջ խոսքը բնակվի մեր մեջ։ Եթե Տիրոջ խոսքը բնակվում է քո մեջ, քո միջից ուրիշ բան դուրս չի գա, բացասական խոսք դուրս չի գա։ Դու այդ սերը կունենաս, գոհացող սիրտը կունենաս, ներման սիրտը կունենաս, սիրող սիրտը կունենաս, չես կարող մեկին ցավացնել, բացասական խոսքեր խոսել։ Ամեն։ Ամեն։ Հիմա հիշիր քո անցյալ կյանքը։
ինչքան մեղավոր էր, ինչպես Տերը քեզ ներեց, ինչպես քեզ սիրեց, այդպես է պատվիրում է, որ մեկս մյուսին սիրենք և ներենք։ Գիտես, ես այն դրսի մարդից, որ մեղքերի մեջ եմ, ոչ չէ պակաս չէ, ավելի պակաս չէ, բայց Տերը մեղքերով հանդերձ ինձ սիրեց և ներեց, և ընդունեց որպես որդի։ Մենք էլ պարտավոր ենք մարդուն սիրենք։ Եթե նայում ես Պետրոսի իրավիճակը և Հիսուսի խոսքը, Հիսուսը եկել էր այդ զինվորի համար էր, որ փրկեր։ Դրան ասա սուրը տեղդիր։ Նա է փրկության կարիք ունի, դրսի մարդն է փրկության կարիք ունի։ Մենակ մենք չենք, Աստված բոլորին ասի։ Հակոբոս երրորդ գլուխը Եթե մեկը խոսքով չի նեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։ Տես, ձիերի բերանը սանձ են բնում, որ նրանք հնազանդվեն մեզ, և նրանց բոլոր մարմինը կառավարում են։ Ահա նավերն է, որ անչափ մեծ են և սաստիկ քամիներից քշում են։ Մի փոքր ղեկով կառավարում են, որ կարող են, որ կողմը, որ կառավարողի միտքը կամենա։ Այնպես է լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում։ Տես մի փոքր կրակ, որքան բան է վառում։ Ստեղ ուզում եմ կանեմ, տեսել եք չէ, տան մեջ մի հատ փոքր վեճ ալինում, որ ասում ես լավ ոչինչ, հանգստացի, զգում եմ, որ մեղավոր եմ, սխալ արեցի, դե մեզ չէ, այդ լեզուն սկսում ավելի բորբոքվել, ավելի մեկ դառնում է մեծ կրակի տունը, պատերազմ, դե որ ասում է, կարացի լեզուտ ատամներիդ արանքում է։ Շատ անգամներ տեսել եմ հոգևորի կյանքում, որ չի կարող իր լեզուն սանձ։ Չի կարող։ Հիսուսը երբ որ ասում է սուրը տեղը դիր, էլի տեսել են մարդիկ, որ ասում ծառայությունը շատ մեծ է։ Լսեք, ես որ ինչ որ ասում եմ, Տերը ուզում է, որ մենք այդպես ապրենք։ Այդ իմ ասելով չէ, հենց ինձանից, ես որ ասում եմ առաջինից եմ ասում, որ հետո մնացած եմ։ Տերը ուզում է, որ մենք մաքուր բերան ունենք։ Մի տեղ կանչեցին ինձ, որ աղոտ եմ, հիվանդ կար։ Շատ շուտ էր, ու մի հոգևոր էր կար։ Հիմա գնացին ենք այդ տունը, սկսեցին, անհավատ ընտանիք էր։ Սկսեցին խոսել, դեմ ես հոգևոր եմ։ Եմ որ ասում է, ոտը դրել է գազին, այնպես բացասական, կարծես պաշտպանում է Տիրոջը։ Այն է խոսում, ես մի անոթից եմ, որ ասում եմ նստել եմ, չգիտեմ, երբ պետք է վերջացնեմ։ Այնքան վատ զգացի ես ինձ դա։ Մենք պետք է իրապես խոնարհ ենք, ասում եմ արագ եղեք լսելու մեջ, քան ստեղ խոսել։ Մենք պետք է իրապես ականջ ունենանք լսենք ժողովուրդ ջան։ Մենք պետք է աշխարհից տարբերվենք։ Մենք որպես Աստծո զավակներ մենք պետք է տարբեր լինենք։ Դուք ուրիշ եք։ Դուք մաքուր եք։ Դուք սրբված եք։ Եվ աշխարհը որպես հոգևորի նայում է սուրբ։ Գիտես, հենց մի բան ես ասում է, խես ինձ անում։ Մի անգամից քեզ զգուշացնում է։ Իսկ եթե աշխարհը կանի, երբեք չեն ասի։ Որտեղ իրանց համար դա սովորական բան։
Մենք պետք է աշխարհից տարբերվենք։ Մարդիկ մեզ տեսնում են, տեսնելով պիտի տեսնեն Աստծուն, որ ապրում է մեր մեջ։ Եթե մենք ներկայացնում ենք Աստծուն, ուրեմն պետք է մարդը տեսնի Աստծուն մեր մեջ։ Սուրը տեղ դիր, քո պատերազմը, երբ որ մտածում ես, թե կարաս լեզվով Տիրոջը պաշտպանես, չես կարող։ Ասում ես սուրը տեղ դիր, այդ պատերազմը քո մեջ, այդ պատերազմը Աստծուն է։ Առակաց 21-23 ասում է, ով որ զսպի իր բերանը ու լեզուն, իր հոգին նեղությունից կպահի։ Տեսեք ինչքան ուժեղ խոսք է։ Եթե զսպես քո բերանը եւ լեզուն, քո հոգին կապրեցնես։ Քո բերանի խոսքով դու կարող ես քեզ ապրեցնել, քո բերանի խոսքով կարող ես քեզ չասնել։ Առակաց 15 երկրորդ համարը իմաստունների լեզուն գիտություն է ճարտարախոսում, բայց հիմարների բերանը տխմարություն է խոսում։ Տխմարություն է բխում։ Տես իմաստուն մարդը բարի բան կխոսի։ Իմաստուն մարդը ճիշտ կխոսի։ Իմաստուն մարդը կհետևի իր խոսքերի։ Բայց տխմար մարդու բերանից տխմարություն կբխի։ Եղիր իմաստուն, որ քո բերանից իմաստության խոսքերով և օրհնություն դա քո բերանից իմաստալից խոսքերով և օրհնություն լինի, դա Աստծուն հաճելի կլինի, եթե դու սկսում ես հաճելի բաներ խոսել, Տիրոջ խոսքը խոսել, դա Աստծուն հաճելի է։ Նույն գլխին Առակացի 4-րդ խոսքը բուժող լեզուն, ասում է կենաց ծառ է, բայց լեզվի վրա նենգությունը հոգիի վերք։ Ասում է դու դարձիր քո շրջապատի մեջ կենաց ծառ։ Դու դարձիր քո շրջապատի մեջ կենաց ծառ։ Որ քո բերանը սկսի խոսել դեղի պես, բժշկություն բերի մարդկանց սրտերում և կյանքում։ Ամեն։ Սաղմոս 35-ին 28 խոսքում Եվ իմ լեզուն թող պատմե քո արդարությունը և ամեն օր քո գովասանքը։ Աստված, որ լեզուն տվել է մարդուն, այն չի տվել, որ բամբասի կամ չարախոսի, այլ պատմի Աստծո արդարությունը։ Եթե բամբասում ես ինչ-որ մեկի մասին, հանկարծ խոսքդ հասնի նրան, ում բամբասում ես, նրա սրտին ցավ պատճառած կլինես։ Պատկերացնում եք, ում մասին խոսում եք, խոսքը հասնի մարդուն։ Ինչպես կնայես նրա երեսին, կամ ոնց կանես, որ է ցավը իր սրտից մաքրես։ Այլ ում հետ, որ կնստես մի գավաթ սուրճի, կամ ինչ-որ մեկի հետ ճանապարհ կգնաս, պատմիր Աստծո արդարության մասին, թող քո բերանը բացվի Աստծո խոսքով և հրաշքներով, դա հաճելի է Աստծուն։ Ժողովող 5:60
թողումի տար բերանիդ, որ մարմնիդ մեղանջել տա։ Տես, եթե ուշադրություն դարձնենք մեր բերանին, մեր լեզվին, եթե թողում ես են, որ ասում ընգնում ես մեր շրջապատում ես, սկսում ես ամեն մեկի հետ, ոնց որ իրանք է խոսում, դու էլ խոսած, քո մարմնի ոնց որ մեղանջել ես տալի, բայց ասում ուշադրություն դարձնա, թույլ մի տուր, որ քո բերանը մարմնի մեղանջել տա։ Քո բերանի խոսքով կարդարանաս և քո բերանի խոսքով կդատապարտես։ Այնպես որ ուշադրություն արա քո բերանի խոսքի։ Տերը օրհնի ձեզ։ Եկեք կանգնենք աղոթքի և խնդրենք Աստծո ներկայությունը թող մեզ միշտ իր ներկայության մեջ պահի։ Որ ուր որ գնանք, որ ինչ որ անենք, միշտ եմ որ ասում Սուրբ Հոգին մեզ զգուշացնի, որ հանկարծ մեղքի մեջ չընկնենք։ Եթե կա ինչ-որ մի բաներ, թող իրապես զգուշացնի, որ մենք ետ դառնանք դրանից։ Շնորհակալ եմ քեզ քաղցր Հոգի։ Շնորհակալ եմ կենդանի Հայր, փառավոր Աստված։ Խնդրում եմ Տեր, եւ գալիս ենք քո առջև եւ խնդրում ենք Տեր, որ ամեն ժամանակ շրջապատես մեզ քո ներկայությունով Տեր։ Որ ամեն ժամանակ հեռանանք չարից, ամեն սխալ մտքերից, ամեն սխալ խոսքերից և Տեր իմ Աստված, իրապես կարողանանք կանգնել քո առջև անարատ Տեր իմ Աստված, մաքուր սրտով, մաքուր լեզվով Տեր և իրապես քեզ փառք բերենք Տեր, որ կարողանանք մեր ամեն գործերով քո սիրտ ուրախացնել Տեր, շնորհակալ եմ քեզ, փառավորվես ամեն բանի մեջ Տեր, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, հալելույա։